Նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին եւ այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատանի որոշումը խոզարկության անձամբ ես չեմ արձանագրում եւ չեմ հասկանում առհասարակ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրի հետ։ Պայմանական ենթադրենք, որ ինչ որ ոչ իրավաչափ եթե կատարվել է, ապա այն կարող է կատարված լինել ամեն դեպքում ոչ Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում։ Այսինքն Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում թե ինչ բովանդակության փաստաթղթեր են փնտրում, մեզ համար հասկանալի չէ։ Ըստ դատարանի որոշման պետք է դա կապ ունենա կոնկրետ իմ կողմից քիչ առաջ վկայակոչված գործողության հետ, որը կատարվել է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով, այսինքն օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է, որ այն իրավաբանական անձինք, ովքեր գույք են ունեցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքում, դրանք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ եւ հիմնադրամը կառավարության որոշման շրջանակներում պետք է բանկերին փոխհատուցի այդ միջոցները, ինչպես օրինակ այս պահին է այդպիսի որոշումներ ընդունված եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ միջոցները, որոնք զետեղված բոլոր գույքերի դիմաց ստացված միջոցները հատուցում է Հայաստանի Հանրապետության բանկերին։ Այդ նույն որոշումները կար նաև 2020 թվականին, այսինքն երբ որ Արցախի մի մասը օկուպացվեց Ադրբեջանի կողմից, եւ այդ բոլոր գործողությունները կատարվել են 2021 թվականների ընթացքում։ Հիմա ներկայությամբ 2025 թվականի հունիսին նախաձեռնվում է քրեական վարույթ եւ այսօր մշտական ներկայացությունում կատարվում է խոզարկություն եւ զարմանալի չէ, որ միջև այս պահը նրան չեն գտել մեկ փաստաթուղթ, որը կարող է այդ վարույթի համար ունենալ որևէ նշանակություն։ Դատարանի որոշման մեջ արձածվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ Սամվել Կարապետյանի կողմից տրված ցուցմունքը, այս կապակցությամբ ես հետագայում լրացուցիչ հայտարարություններ կանեմ ավելի մանրամասն որոշմանը ծանոթանալուց հետո։ Որևէ մեկ այս ընթացքում հարցակումներ էր, ասացիք հունիս ամսին այդ ինչ այս բանը։ Այս պայդրությամբ, քանի որ ես կաշկանդված չեմ ինձ հայտնի դարձած տվյալները հրապարակելու որևէ հայտարարությամբ կամ չգիտեմ գրավոր փաստաթղթով տեղեկացնեմ, որ ըստ ինձ հասանելի դարձած տեղեկությունների հարցակնվել է Արշին բանկ ՓԲ ընկերության տնօրենը եւ կրկնում եմ դատան իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այսինքն երբ որ դատանը հիմնավորել է իր որոշումը այս կամ այն կերպ եւ հողում է կատարել կոնկրետ ապացույցների, որի հիման վրա կատարվում է այսօր խոզարկություն վարույթային գործողությունը, դրա հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը։ Սա մի աբսուրդային իրադարձություն է, որին այսօր ես առնչում եմ։ Տեղեկություն չունեմ։ Իսկ արգրաված իրեր կան։ Չկան այս պայդրությամբ արգրաված իրեր չկան եւ սրա պարզ պատճառը այն է, որ Արցախի Հանրապետության ներկայացության շենքում չեն կարող գտնվել այնպիսի փաստաթղթեր, որոնք վերաբերում են 2021 թվականի Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների շրջանակներում իրականացված միջոցառումներին։ Սա այնքան պարզ է ժողովուրդ։ Ես փորձեմ ոչ իրավաբանական լեզվով բացատրեմ։ Այն գործողությունները, որոնք կատարվել են 2021 թվականին, ընդ որում կատարվել է այդ նույն գործողությունները, դրանց իրավաչափության ես նախնական իհարկե գնահատական կտամ այնքանով որքանով։ Տեսեք, այդ նույն գործողությունը հիմա Հայաստանի Հանրապետությունը կատարում է Հայաստանի Հանրապետության ազգային բանկերի նկատմամբ։ Օրինակ, պայմանական ես իմ տունը գրավադրել եմ, չգիտեմ, Արշին բանկում, իմ տունը մնացել է Արցախի Հանրապետությունում, հիմա Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ բանկի փոխհատուցումը տրամադրում է։ Այդ նույն գործողությունը կատարվել է նաև 20 թվականի պատերազմից հետո Արցախի մի մնացած հատվածում, այդ օկուպացված հատվածում գտնվող զետեղված գույքերի վերաբերյալ։ Հիմա այդ գործողությամբ դրան հաջորդել է 2021 թվականին որոշակի գործողություններ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ։ Ցեսիայի պայմանագիր, այնտեղ չգիտեմ, պահանջը զիջելու վերաբերյալ որոշակի գործողություններ, կառավարության որոշումներ եւ այլն։ Կատարվել, ավարտվել 2025 թվականի հունիսում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղեկայման վայրում։
ինչպիսի փաստաթղթեր պետք է գտնի։ Քաղաքական եք համարում համատեքստը եւ պայմանավորում եք նախորդին կայացած լսումների հետ, այս ակտիվ քննարկումների հետ, Արցախահայերի հստակ դիրքորոշման հետ։ Տեսեք, հենց այսօրվա կատարվող խոզարկությունը չի կարող ուղղակի ասած չի կարող, չգիտեմ, պատահականություն լինել, որ խոզարկությունը կատարվում է հենց այսօր։ Ըստ դատարանի որոշման խոզարկությունը կարող է կատարվել մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը, որ անմիջապես հաջորդել է Արցախի հանրապետության սահմանադրության օրվա արդիվ հրավիրված լսումներին, կարծում եմ բոլոր կրահում եք, որ պատահականություն չէ։ Որոշման մեջ արձածել Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հասկանալի պայմաններով պայմանավորված, կարծում եմ եւս բոլորը տալիս եք դրան տրամաբանական գնահատական։ Սա ես ավելի քան վստահ եմ, որ սա այն արշավի շարունակություն է, որ իրականացում է Արցախի հանրապետության ներկայացության շենքի նկատմամբ։ Տեսեք, ես նաև հիշեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան այս ներկայացության սեփականության իրավունքի պետական գրանցումը վիճարկելու պահանջով, որի շրջանակներում վարչական դատարանի նորանշանակ նախագահը հրաժարվում է անգամ Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես սուբյեկտ։ Այսինքն Արցախի Հանրապետությունը սեփականազրկվում է առանց իր կարծիքը անգամ լսելու։ Այս շենքը պատկանում է Արցախի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն կատարել է պաշտոնական պետական գրանցում եւ ունենք սեփականության իրավունքի վկայական։ Սկսեցին սկզբում տեղեկություններ տարածել, չգիտեմ, յանում է շենքը գրավադրված է եւ այլն, ես ապացուցեցի, որ չկա նման բան։ Հիմա էլ դիմել են դատարան, ասում են շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչեք։ Դիմում եք դատարան, ասում եք գոնե մեր կարծիքը լսեք, ասում դուք սուբյեկտ չեք։ Արցախի Հանրապետություն սուբյեկտ, պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ասում Արցախի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետության կառավարություն սուբյեկտ, որպես, չգիտեմ, օտարերկրապետություն, ամեն դեպքում այսպիսի գնահատականի մենք չէինք կարող արժանանալ։ Պարոն Երիցյան, քննչական այլ գործողություններ մինչ օրս եղել են, ես նկատի ունեմ այլ շենքերում, ոչ միայն այստեղ։ Կապված այս վարույթի հետ, ոչ, այս վարույթի հետ կապված, սա առաջին ըստ ինձ հասանելի դարձած այս պայդրության տեղեկությունից 1 ժամ է ինչ իրազեկվել է մեծ վարույթի մասին։ Ըստ դատարանի որոշման։ Ես ներգրաված եմ որպես Արցախի Հանրապետության շենքի լիազոր անձանց ներկայացուցիչ, այսինքն այս խոզարկությանը մասնակցում եմ որպես շենքի լիազոր ներկայացուցիչ։ Ձեզ նշեցին, թե որքան կշարունակվի այստեղ քննչական գործողությունները եւ առաջին հարկում ավարտել են։ Ավարտին է մոտենում։ Ավարտին է մոտենում։ Իսկ պաշտոնյանից Արցախի, օրինակ Արցախի նախագահի կամ այլ պաշտոնյաներ մասնակցում են քննչական Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը շենքում է, Մարդու իրավունքների պաշտպանը եւս շենքում էր, Արտակ Բեգլյանը տեսակ, որ արդեն արցազրույց տվեց, շենքում էր, աշխատակազմի ղեկավարը եւս շենքում է, որոշ պատգամավորներ եւս շենքում են, ով իրազեկվում գալիս է այստեղ։ Հնարավոր չեմ համարում, իրավական չեմ համարում, ավելի ճիշտ կլինի այսպես պատասխանեմ։ Հնարավոր է ձերբակալություններ, իրավական չեմ համարում, իրավաչափ չեմ համարի։ Հնարավոր ամեն ինչ էլ հնարավոր է, ես հիշեցնում եմ 1 տարի առաջ գրեթե այս նույն ժամանակահատվածում ինչպես են դարպասների դուրը ջարդել, ինչ որ մեքենա արգրավել, յանում թմրանյութերի հետ կապ ունի, հետո հետագայում պարզվեց, որ թմրանյութերի հետ որևէ կապ չունի ընդհանրապես։ Դատարանը որոշում կայացրեց, որ այդ մեքենան հանդիսանում է կոնկրետ անձի սեփականություն, հիմա էլ հրաժարվում են տրամադրել, ասում դե բա գիտեք, մի քնիչ, մյուս քնիչից արգրավել, հետո էլ գույքը հանձնել են պետական կառավարման կոմիտե։ Այն գույքը, որ ստեղից արգրավել են, ես ձեզ հիշեցնեմ, խոսքը վերաբերում է այդ ավտոմեքենային, որի անում թմրանյութի շրջանակներում էին բանում։ Հիմա հանդիսանում է պետական գույքի կառավարման կոմիտեի տիրապետության տակ գտնվող գույք։ Պարոն Երիցյան, կներեք, դուք ասացիք ցուցմունքի հիման վրա է այս ամեն ինչը։ Ինչ ցուցմունք է տվել Սամվել։ Չէ։ Ես հասկացա, ես ասեցի, դատարանը ի թիվս այլոց, այսինքն քնիչը միջնորդությունը ներկայացնելիս ի թիվս այլոց հողում է կատարել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Եվ Սամվել Կարապետյանի կողմից տրված ցուցմունք։ Օրինակ, ես ձեզ բարձրացնեմ, կարող է Սամվել Կարապետյանը ասա, ես ընդհանրապես դրանից որևէ տեղեկություն չունեմ, քնիչը դա դրել է միջնորդության հիմքում։ Օրինակ, կամ առհասարակ այդ քրեական հետապնդումը, ես կարծում եմ սա այս խոզարկությունը, այս գործողությունները, սրանք եւս, չգիտեմ, ապացուցողական գործողություններ են լինելու, որոնք հետագայում օգտագործվելու են այս կամ այն վարույթի շրջանակներում։ Այսինքն սա զուգահեռ է եւ մեր եւ այլ անձանց նկատմամբ տարվող քաղաքական հետապնդումների։ Որպես իրավաբան ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր Արցախի Հանրապետության ներկայացության շենքում խոզարկություն կատարելու նախ հիմքերն էին բացակայում, դատարանի որոշումը բնականաբար կբողոքարկվի վերադասության կարգով։
Այդ մեկ-երկրորդը առհասարակ այդպիսի միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտություն չկար։ Այդ նույն տրամաբանությամբ նրանք կարող են խոզարկություն իրականացնել, չգիտեմ, փաստաբանական գրասենյակում կամ որևէ այլ տեղ։ Էլի ես չեմ ասում, որ խոզարկության ընթացքը այնպես է տևում, ծանոթանում են այնպիսի փաստաթղթերի, հիմա ներողություն, բայց պետք է ասեմ, էլի գալիս են, որ ինչ որ չգիտեմ, գաղտնի փաստաթուղթ ճարեն, բանկի հետ կատարված այս կամ այն գործողությունը, բացում են, տեսնում զոհվածների ցուցակն է, բացում են, տեսնում Արցախ հանրապետության մշակութային այն արժեքներն է, որոնք մնացել է Հայաստանի Հանրապետությունում։ Սրանք այն տրամաբանական փաստաթղթերն են, որոնք կարող էին գտնվել Արցախ հանրապետության ներկայացության մշտական։ Օրինակ ԱԱԾ-ի զոհված տղաների ցուցակն է, զոհվածների ցուցակն է, չգիտեմ, Արցախ հանրապետության գրքերն է, մշակութային այն արժեքներն է, որոնք մնացել է Հայաստանի Հանրապետությունում։ Դրանց վերաբերյալ քաղաքացիներն է։ Երեկվա լսումների վերաբերյալ ելույթներն, Արցախի վերադարձի հետ կապված փաստաթղթերը գալիս են բանկային փաստաթուղթ գտնեն, չգիտեմ, ինչ որ ապօրինի հակաիրավական փաստաթղթեր գտնեն, քննիչը բացում է, տեսնում այդպիսի փաստաթղթեր։ Հիմնադրամի մասին հստակեցնեք, որ հիմնադրամի հետ կապված հիմնադրամի հետ կապված անունը կրկնում եմ, իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետություն գնահատած իրավաբանական անձի եւ Արցախի ներդրումային հիմնադրամի միջեւ կնքվել է ցեսիայի պայմանագիր։ Ցեսիան դա պահանջի զիջման պայմանագիրն է, երբ որ X անձի փոխարեն դու կատարում ես իր պարտավորությունը եւ այդ X անձի նկատմամբ արդեն ունենում պահանջ ներկայացնելու իրավունք, այսինքն դու փոխարինում ես, պարտատիրոջ փոխարինում է տեղ ունեն։ Եթե մի պարագայում եղել է այդ պարտատերը Արչին բանկը, հիմնադրամը Արչին բանկի պարտքմարել է եւ դարձել է ինքը պարտատեր։ Այդ նույն գործողությունը Հայաստանի Հանրապետությունը այս պահի դրությամբ իրականացնում է եւ իրականացրել է բազմաթիվ վարկային միջոցներ, այդ թվում նաև արցախցիների զետեղված գույքի մասով վարկային միջոցները Հայաստանի բանկերին փոխհատուցելով, նու կամ փոխհատուցման ծրագրեր մշակելով։ Սա մի գործողություն է, որ մշակված էր հենց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Այդ փաստաթուղթ չասեմ, այդ զոհված տղաների անունները, որոնք կային, դրանք վերցրել են քննիչների։ Չեն կարող վերցնել, մենք ստեղ բան չենք որթողել։ Բացառում եք, որ նոր առիթներ են փնտրում նոր քրեական գործերի համար։ Եթե փնտրում են այլ փաստաթղթեր, միգուցե դա առիթ է, այսինքն այս ձեր ասած պատճառները ընդհանրապես պատճառ են խոզարկության։ Ոչ թե բացառում եմ, այլ համոզված եմ, որ այդպես է, բայց միաժամանակ համոզված եմ, որ Արցախ հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրի շենքում նրանք չեն կարող գտնել գետ 1 հակաիրավական փաստաթուղթ։ Այստեղ նրանք գտել են օրինակ իմ փաստաբանական հարցումները։ Օրինակ։ Այսքան։ Եվ Արցախ ներկայացության շենքի ճակատագիրն էլ տեսնում եք այնպես ինչպիսին այդ մեքենայի, որ ինչ է։ 2026 թվականի, եթե չեմ սխալվում, մարտ ամսին դատարանը պետք է հրապարակի վճիռը, որով որոշվելու է Արցախի հանրապետության ներկայացության շենքի ճակատագիրը։ Կրկնում եմ, քննարկվում է այս շենքի նկատմամբ սեփականության իրավունքը վերացնելու հարցը։ Այս շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագել է դեռևս 90-ական թվականներին, հիմա կոնկրետ ամսաթիվը չեմ կարող նշել, Հայաստանի Հանրապետության այդ պահի դրությամբ նախագահի կողմից ընդունված որոշման հիման վրա, որով շենքը որպես նվիրատվության պայմանագրի